Սուրբ ծննդյան գիշեր էր, բայց այն բնակարանում սառցել լռություն էր տիրում։ Հղի միայնակ, նա սպասում էր մի տղամարդու, որն այդպես էլ չէր գալիս։ Երբ դուռը վերջապես բացվեց, նա ներս մտավ ուրիշ կնոջ ուղեկցությամբ։ Հենց այդ պահին սերը վերածվեց հուսահատության, իսկ ցավը դարձավ դավաճանության միակ վկան։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Այդ սուրբ ծննդյան գիշերը երանը կարծես լռության քողով էր պատվել։ Շենքերի պատուհաններին լույսերն էին թարթում, ընտանիքները հավաքվել էին տոնելու, բայց կենտրոնի շքեղ շենքերից մեկի 23-րդ հարկում մթնոլորտը բոլորովին այլ էր։ Մարինան նստած էր հյուրասենյակի սպիտակ կաշվե բազմոցին, ձեռքերը դրած ուռած փորին։ Հղիության 8 ամիսները ծանրացել էին ոչ միայն նրա մարմնի, այլ հոգու վրա։ Նա նայում էր համայնապատկերային պատուհանից, դիտելով երբեք չքնող քաղաքի լույսերը։ Պետք է երջանիկ լինեի, մտածում էր նա։ Պետք է ցնծայի այնքան սպասված որդուս գալուստով։ Բայց նրա ներսում ինչ-որ բան կոտրված էր, այնքան վաղուց կոտրված, որ այլս չէր հիշում, թե երբ էին սկսվել ճաքերը։ Բնակարանը հսկայական էր, զարդարված իտալական դիզայնով, կահույքով, ժամանակակից արվեստի գործերով։ Ամեն ինչ կատարյալ էր, ամեն ինչ անթերի, ամեն ինչ սառը, ինչպես հատակը պատող մարմարը։ Արմանը դեռ չէր եկել։ Կրկին աշխատանք, միշտ աշխատանք։ Նա երկրի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի ղեկավարն էր, հիացմունքի արժանի, հաջողակ, նախանձելի տղամարդ։ Երբ 3 տարի առաջ ծանոթացել էր նրա հետ, Մարինան հավատացել էր, որ վերջապես գտել է այն կայունությունը, որ միշտ փնտրում էր։ Արմանը հմայիչ էր, ուշադիր, հստակ գիտեր, ինչ երբ ասել։ Նրան ծաղիկներ էր նվիրում, տանում լավագույն ռեստորանները, խոստանում փայլուն ապագա իր կողքին։ Մարինան մեծացել էր առանց հոր։ Նրա հայրը, Հենրիկը, դատավոր էր, ազնիվ ու հարգված մարդ, կամ գոնե այդպես էին պատմել նրան։ Նա ընդամենը 7 տարեկան էր, երբ հայրն անհետացավ իրենց կյանքից։ Դա սովորական հեռացում չէր, ճամպրուկներով ու հրաժեշտներով։ Դա հանկարծակի անհետացում էր, պարուրված առեղծվածով ու ամոթով։ Մայրը, Վերան, երբեք շատ չէր խոսում այդ մասին։ Միայն ասում էր, որ հայրը լուրջ սխալներ է գործել, որ ստիպված է եղել հեռանալ, որ այդպես ավելի լավ է։ Մարինան մշուշոտ հիշում էր այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց։ Կիրակի առավոտ էր, նա հյուրասենյակում տիկնիկներով էր խաղում, երբ կոստյումներով տղամարդիկ եկան իրենց տուն։ Ճիչեր կային, սեղանին շպրտվող թղթեր, մեղադրանքներ, որոնք նա չէր հասկանում։ Վերան լաց էր լինում, փորձելով նրան թաքցնել այդ տեսարանից, բայց Մարինային հաջողվեց տեսնել հոր դեմքը, նախքան նա վերջին անգամ դուրս կգար։ Հայրը նրան նայեց խորը տխրությամբ, կարծես հրաժեշտ էր տալիս այն ամենին, ինչ սիրում էր։ Մարինան ձեռքերը մեկնեց, ուզենալով վազել դեպի նա, բայց Վերան ամուր բռնեց նրան։ Եվ հետո հայրը գնաց, ու Մարինան այլս նրան չտեսավ։ Հաջորդող տարիներին նա փորձում էր հարցնել հոր մասին։ Ո՞ւր էր նա։ Ինչու չէր վերադառնում։ Վերան միշտ շեղում էր թեման, ասում էր, որ ավելի լավ է չխոսել այդ մասին, որ անցյալը պետք է թաղված մնա։ Դպրոցում մյուս երեխաներն ունեին հայրեր, որոնք նրանց դարպասի մոտից վերցնում էին, գնում էին դպրոցական միջոցառումներին, սովորեցնում հեծանիվ քշել։ Մարինան ուներ միայն Վերային, միշտ հոգնած, միշտ տխուր, միշտ հեռու։ Նա վաղ սովորեց պահանջներ չներկայացնել, լինել կատարյալ դուստր, որը խնդիրներ չի ստեղծում, որը դժվար հարցեր չի տալիս։ Դեռահասությունն անցավ միայնության մեջ։ Մինչ ընկերուհիները խոսում էին իրենց հայրերի, մանր վեճերի ու հաշտությունների մասին, Մարինան լուռ էր մնում։ Արդարացումներ էր հորինում, ասում էր, որ հայրը շատ է գործուղումների մեկնում, որ նրա համար դժվար է ներկա լինել։ Ոմանք շշնջում էին նրա թիկունքում, ասում էին, որ հայրը անազնիվ մարդ է, որ փախել է, իր արարքների հետանքներից խուսափելու համար։ Մարինան լսում էր այդ խոսքերը ամոթի ու զայրույթի խառնուրդ զգում։ Զայրույթ հոր վրա, հեռանալու համար, զայրույթ մոր վրա, չբացատրելու համար, զայրույթ իր վրա, կարոտելու համար մեկին, ով գուցե արժանի չէր, որ իրեն հիշեն։ Մարինան մեծացավ կրծքում դատարկության զգացումով, լքվածության մշտական զգացողությամբ, որը ստվերի պես հետում էր նրան։ Նա դարձավ անվստահ երիտասարդ կին, որը միշտ հավանության էր ձգտում, միշտ փորձում էր ապացուցել, որ բավականաչափ լավն է, սիրվելու արժանի։ Նա ընտրում էր հարաբերություններ այնպիսի տղամարդկանց հետ, որոնք իրեն չէին գնահատում, որոնք իրեն վերաբերվում էին որպես երկրորդական տարբերակի։ Յուրաքանչյուր հիասթափություն հաստատում էր այն, ինչին նա գաղտնի հավատում էր իր մասին։
որ իր մեջ ինչ-որ բան այն չէ, որ դրա համար է հայրը հեռացել, որ ոչ ոք երբեք իսկապես չի մնա։ Վերան անխոնջ աշխատում էր դստերը պահելու համար։ Նա փաստաբանական գրասենյակի քարտուղարուհի էր, տուն էր վերադառնում ուժասպառ, հոգնած աչքերով ծանր լռությամբ։ Այլս երբեք չամուսնացավ, երբեք չխոսեց հարաբերությունների մասին։ Կարծես նրա մի մասը մահացել էր Հենրիկի հեռանալու հետ միասին։ Մարինան վաղ սովորեց հարցեր չտալ, լռությունը որպես պատասխան ընդունել, դատարկությունները լցնել երակայություններով այն մասին, թե ով էր իր հայրը, ինչու էր իրեն լքել։ Երբ ծանոթացավ Արմանի հետ, նա թվում էր այն ամենը, ինչ Մարինան միշտ ցանկացել էր։ Վստահ, ներկա, ուշադիր։ Նրանք ծանոթացել էին ընդհանուր ընկերուհու դիպլոմայիների հանձնման երեկույթին։ Մարինան կանգնած էր սենյակի անկյունում, դիտում էր մարդկանց, երբ Արմանը մոտեցավ երկու բաժակ շամպայնով։ Ասաց, որ նկատել է նրան գալու պահից, որ նրա մեջ ինչ-որ տարբերվող բան կա, ինչ-որ անկեղծ բան մակերեսայնության աշխարհում։ Մարինան տարիներ շարունակ առաջին անգամ իրեն նկատված զգաց։ Արմանը նվիրումով սիրահետում էր նրան, խոստանում էր, որ երբեք չի լքի, որ տարբերվելու է բոլոր այն տղամարդկանցից, որոնք հիասթափեցրել են նրան։ Նա ծաղիկներ էր ուղարկում այն բնակարան, որտեղ Մարինան ապրում էր Վերայի հետ, տանում էր նրան շքեղ ռեստորաններ, խոսում ապագայի մասին այնպիսի վստահությամբ, որը Մարինան երբեք չէր զգացել։ Ներկայացրեց նրան իր ծնողներին, մի էլեգանտ զույգի, որն ապրում էր Վահագնի թաղամասի առանձնատանը։ Նրանք քաղաքավարի էին Մարինայի հետ, բայց Արմանի մոր աչքերում ինչ-որ սառնություն կար, որը նրան անհարմարավետություն պատճառեց։ Արմանն ասաց, որ դա պարզապես նրա բնավորությունն է, որ շուտով կսովորեն միմյանց։ Մարինան սիրահարվեց, կամ գուցե սիրահարվեց այլս միայնակ չլինելու խոստմանը։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկն իրեն էր ընտրում, ինչ-որ մեկն իրեն էր ուզում։ Վերան կարծես անհանգստացած էր հարաբերությունների արագությունից, փորձեց խոսել դստեր հետ, առաջարկեց մի փոքր էլ սպասել, նախքան կարևոր որոշումներ կայացնելը։ Բայց Մարինան այդ անհանգստությունը մեկնաբանեց որպես նախանձ, որպես մոր փորձ իրեն պահելու այն նույն միայնակ կյանքում, որը Վերան ընտրել էր իր համար։ Նրանք արագ ամուսնացան համեստ արարողությամբ, միայն մի քանի մտերիմ ընկերների Վերայի ներկայությամբ, որը քաղաքավարի ժպտում էր, բայց որի աչքերը դավաճանում էին այն անհանգստությունը, որը Մարինան նախընտրեց անտեսել։ Մեղրամիսն անցկացրին Դուբայում, շքեղության խոստումների մի շաբաթ։ Արմանն ուշադիր էր, ռոմանտիկ, ամեն պահը լուսանկարում էր։ Բայց նույնիսկ այնտեղ սկսեցին ելալ փոքր նշաններ։ Նրան դուր չեկավ, երբ Մարինան ցանկացավ ավելի բաց լողազգեստ հագնել, ասաց, որ կնախընտրեր, որ նա ավելի համեստ հագնվեր։ Զայրացավ, երբ նա երկար զրուցեց հյուրանոցի մատուցողի հետ, մեղադրեց նրան չափազանց միամիտ լինելու մեջ, չնկատելու, թե երբ են տղամարդիկ երկրորդ մտադրություններ ունենում։ Ամուսնության առաջին ամիսներին ամեն ինչ կատարյալ էր թվում։ Արմանը քնքուշ էր, ոգորությամբ պլանավորում էր ապագան։ Նրանք տեղափոխվեցին կենտրոնի բնակարանը, մի վայր, որը Մարինան երբեք չէր պատկերացնի իր տունը կոչել։ Բայց կամաց-կամաց սկսեցին ելալ փոքր նշաններ։ Նա կասկածի տակ էր դնում նրա հագուստի ընտրությունը, առաջարկում էր ավելի համեստ հագնվել։ Երբ Մարինան գունավոր բլուզ էր ընտրում, Արմանը նուրբ դիտողություններ էր անում։ Ասում էր, որ դա իրեն չի սազում, որ դրանով կարծես ուշադրություն գրավելու փորձ է անում։ Մարինան սկսեց ավելի զուսպ հագուստներ ընտրել, փորձելով հաճոյանալ։ Նա մեկնաբանություններ էր անում նրա ընկերուհիների մասին, ասելով, որ ոմանք լավ ազդեցություն չունեն։ Անին, նրա լավագույն ընկերուհին, ամուսնացած չէր, սիրում էր դուրս գալ։ Արմանն ասում էր, որ Անիի ապրելակերպն անհամատեղելի է ամուսնացած կնոջ ապրելակերպի հետ։ Մարինան սկսեց կրճատել հեռախոսազանգերը, մերժել հրավերները, մինչ Անին դադարեց զանգել։ Երբ Մարինան արաբկիրի դպրոցներից մեկում ուսմասվարի աշխատանք գտավ, ցնծում էր։ Արմանը շնորհավորեց նրան, բայց շուտով սկսեց անհանգստություն հայտնել։ Ասում էր, որ նա չափազանց շատ է հոգնում, որ ճանապարհը վտանգավոր է, որ անհանգստանում է, երբ նա մենակ է մեքենա վարում։ Սկզբում Մարինան դիմադրում էր։ Բայց Արմանը համառ էր։ Նրա դիտողությունները քողարկված էին հոգատարությամբ, սիրով։ Նա երբեք չէր բղավում, երբեք չէր պարտադրում։ Պարզապես կասկածի սերմեր էր ցանում, մինչ Մարինան սկսում էր կասկածի տակ դնել սեփական որոշումները։ Նա սկսեց օրվա ընթացքում մի քանի անգամ զանգել։ Սկզբում Մարինան դա ռոմանտիկ էր համարում։ Բայց շուտով նկատեց, որ զանգերը միշտ նույն ժամերին էին, կարծես նա վերահսկում էր իր առօրյան։
Երբ նա չէր պատասխանում, Արմանն անհանգստանում էր, ուզում էր իմանալ, որտեղ է, ում հետ է խոսում։ Երբ հղիացավ, Արմանը պնդեց, որ նա պետք է թողնի աշխատանքը։ Նա քնքուշ էր, համոզիչ։ Ասաց, որ ուզում է, որ նա հանգստանա, որ առանց ճնշումների պատրաստվի մայրությանը։ Մարինան զիջեց, հավատալով, որ դա ճիշտ ընտրություն է։ Բայց աշխատանքը թողնելուց անմիջապես հետո նկատեց, որ շքեղ բնակարանի պատերը սկսում են սեղմվել։ Արմանը մշտապես գործուղումների էր մեկնում, նրան օրերով մենակ էր թողնում։ Երբ տանն էր, վերահսկում էր նրա առօրյայի յուրաքանչյուր մանրուք։ Վերահսկում էր նրա զանգերը, խնդրում էր տեսնել, թե ում հետ է խոսում։ Կասկածի տակ էր դնում յուրաքանչյուր դուրս գալը, յուրաքանչյուր ծախս։ Երբ Մարինան առանց նրան հարցնելու մանկական հագուստ գնեց, Արմանը զայրացավ։ Ասաց, որ նա անպատասխանատու է, որ պետք է նախապես թույլտվություն խնդրեր։ Նա ասում էր, որ դա հոգատարություն է, որ ուզում է համոզվել, որ ինքն ու երեխան ապահով են։ Մարինան փորձում էր հավատալ, բայց ինչ-որ բան նրա ներսում շշնջում էր, որ դա նորմալ չէ, որ հոգատարությունը չպետք է բանտի նմանվի։ Նրա ընկերուհիները դադարեցին զանգել, հոգնած մերժված հրավերներից։ Մարինան գնալով ավելի էր մեկուսանում, ավելի կախված դառնում Արմանից, ավելի կորած մի կյանքում, որը կարծես ուրիշինը լիներ։ Այդ սուրբ ծննդյան գիշերը նա հույս ուներ, որ այլ կերպ կլինի։ Հույս ուներ, որ Արմանը շուտ կգա, որ միասին կընթրեն, կխոսեն ծնվելիք երեխայի մասին։ Բայց գիշերվա 10-ն էր մոտենում, նա դեռ չէր եկել։ Մարինան թեթ կծկում զգաց ձեռքը դրեց փորին։ Բժիշկն ասել էր, որ դա նորմալ է, որ մարմինը պատրաստվում է։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել ներսում աճող անհանգստությունը։ Հենց այդ պահին լսեց կողպեքի մեջ պտտվող բանալու ձայնը։ Արմանը ներս մտավ, բայց մենակ չէր։ Նրա կողքին մի էլեգանտ կին, բարձրակրունկներով կարմիր զգեստով, բարձր ծիծաղում էր նրա ասած ինչ-որ բանից։ Մարինան դժվարությամբ բարձրացավ բազմոցից, զգալով փորի զարմանքի ծանրությունը։ Արմանը նրան նայեց մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Սիրելիս, սա Լիլիթն է, իմ նոր գործընկերը, ասաց նա, կարծես աշխարհի ամենաբնական բանը լիներ սուրբ ծննդյան գիշերը անծանոթ կնոջը տուն բերելը։ Լիլիթը ձեռքը մեկնեց Մարինային մի ժպիտով, որը կարծես բեմադրված, սովորած լիներ։ Մարինան սեղմեց նրա ձեռքը, զգալով կատարյալ մատնահարդարված մատների սառնությունը։ Արմանն անցավ բարի մոտ, իր Լիլիթի համար խմիչքներ լցրեց, ամբողջովին անտեսելով Մարինային։ Նրանք խոսում էին գործերից, ծիծաղում, կարծես լիովին հարմարավետ էին զգում։ Մարինան կանգնած մնաց, չիմանալով ինչ անել, իրեն օտար զգալով սեփական տանը։ Լիլիթը հավանության հայացքով շուրջն էր նայում, կարծես գնահատում էր տարածքը, կահույքը, ամեն ինչ։ Նրա հայացքը կանգ առավ Մարինայի վրա, հետաքրքրության մի բանի խառնուրդով, որը կարծես արամարանք լիներ։ Երի շուտով կծննդաբերես, այնպես չէ, հարցրեց Լիլիթը, ձայնի տոնը լի կեղծ համակրանքով։ Այնքան հոգնեցուցիչ պետք է լինի հղի լինելը։ Ես երբեք երեխաներ չեմ ուզեցել, նախընտրում եմ իմ ազատությունը պահպանել, գիտես։ Մարինան ստիպված ժպտաց, զգալով մեկ այլ, այս անգամ ավելի ուժեղ կծկում։ Նա բռնվեց բազմոցի թիկնակից, փորձելով թաքցնել անհարմարությունը։ Արմանը նույնիսկ չնայեց նրա ուղղությամբ։ Շարունակում էր խոսել Լիլիթի հետ ներդրումների, ֆինանսական շուկայի ապագա պլանների մասին, որոնք ոչ մի կերպ չէին ներառում Մարինային։ Կծկումները սկսեցին ավելի հաճախակի դառնալ։ Մարինան փորձեց գրավել Արմանի ուշադրությունը, բայց նա կարծես այլ աշխարհում լիներ։ Լիլիթը հանեց հեռախոսը, սկսեց լուսանկարել բնակարանը, մեկնաբանելով դեկորը, տեսարանը։ Մարինան ավելի ուժեղ ցավ զգաց կամաց տնքաց։ Վերջապես Արմանը նայեց նրան։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց նա, բայց տոնն ավելի շատ զայրույթի էր նման, քան անհանգստության։ Մարինան գլխով արեց, չուզենալով տեսարան սարքել, չուզենալով թույլ ելալ։ Բայց ցավն ուժեղանում էր, նա գիտեր, որ ինչ-որ բան է կատարվում, որ դրանք պարզապես այն նախապատրաստական կծկումները չեն, որոնց մասին բժիշկն ասել էր։ Կարծում եմ, պետք է մի փոքր պառկեմ, մրմնջաց նա, բռնելով փորը։ Արմանը գլխով արեց, ուշադրությունը կրկին դարձնելով Լիլիթին։ Մարինան դանդաղ քայլեց դեպի ննջասենյակ, յուրաքանչյուր քայլը պայքար էր մարմնով տարածվող ցավի դեմ։ Նա պառկեց մահճակալին, փորձելով շնչել, փորձելով հանգստանալ։ Կծկումներն այժմ ալիքների պես էին գալիս, գնալով ավելի ուժեղ, գնալով ավելի մոտ։ Նա վերցրեց հեռախոսը, մտածելով զանգել բժշկին, բայց վարանեց։
Արդյոք դա չափազանցություն կլիներ։ Արդյոք պարզապես նյարդայնություն էր։ Արմանը միշտ ասում էր, որ նա դրամատիզացնում է ամեն ինչ, որ չափազանցնում է իր անհանգստությունները։ Մարինան չէր ուզում անհանգստություն պատճառել, չէր ուզում լինել այն կինը, որը ոչնչից խնդիրներ է ստեղծում։ Բայց ցավն իրական էր, շատ իրական։ Շենքի միջանցքում մի տղամարդ էր դիտում։ Նա այնտեղ էր արդեն շաբաթներ շարունակ, միշտ հեռվից, միշտ զգույշ։ Հենրիկը երբեք չէր պատկերացնում, որ կվերադառնա։ Երբեք չէր պատկերացնում, որ այսքան ժամանակ անց կրկին կտեսնի դստերը։ Բայց ահա նա այնտեղ էր, թաքնված ստվերներում, դիտում էր, սպասում ճիշտ պահի։ Նա անհանգստացնող տեղեկություններ էր ստացել Արմանի մասին, այն մասին, թե ով էր նա իրականում, նրա կապերի մասին այն մարդկանց հետ, որոնց Հենրիկը չափազանց լավ էր ճանաչում։ Հենրիկը ստիպված էր եղել անհետանալ 25 տարի առաջ։ Ոչ թե վախկոտությունից, այլ անհրաժեշտությունից։ Նա ազնիվ, անկաշար դատավոր էր, դա նրան թիրախ էր դարձրել։ Նա հետաքննում էր հզոր ընկերությունների, ազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ կոռուպցիոն մեծ սխեմա։ Երբ պատրաստվում էր ամեն ինչ բացահայտել, ուղիղ սպառնալիքներ ստացավ։ Ոչ թե իր, այլ իր ընտանիքի դեմ։ Ասացին, որ Վերան ու Մարինան առաջինը կվճարեն, եթե նա համառի։ Հենրիկը ստիպված էր անհնարին ընտրություն կատարել, իր ազնվությունը, թե իր ընտանիքի կյանքը։ Նա ընտրեց պաշտպանել նրանց։ Անհետացավ, նոր ինքնություն ստեղծեց, տարիներ ապրեց ստվերում։ Բայց երբեք չդադարեց հեռվից հետել, երբեք չդադարեց հետել Մարինայի կյանքին սոցիալական ցանցերի լուսանկարների, նորությունների, իրազեկիչների միջոցով։ Երբ իմացավ, որ նա ամուսնացել է Արմանի հետ, արյունը սառեց երակներում։ Արմանը պարզապես հաջողակ ղեկավար չէր։ Նա այն մարդկանցից մեկի որդին էր, որոնք կազմակերպել էին Հենրիկի կյանքը կործանած սխեման։ Եվ հիմա նա իր դստեր կողքին էր, Հենրիկը գիտեր, որ դա պատահականություն չէ։ Վերջին ամիսներին Հենրիկը հետաքննում էր, ապացույցներ հավաքում, պատրաստվում։ Գիտեր, որ պետք է գործի, բայց պետք է ճիշտ պահն ընտրեր։ Եվ այդ գիշեր, ծառայողական մուտքի դռան ճեղքից դիտելով, տեսնելով այդ օտար կնոջը Մարինայի տանը, տեսնելով արամարանքն Արմանի դեմքին, Հենրիկը զգաց, որ պահը մոտենում է։ Բնակարանի ներսում Մարինան փորձում էր բարձրանալ մահճակալից։ Ցավն այժմ անտանելի էր։ Նա գիտեր, որ օգնության կարիք ունի, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Նա սողալով հասավ ննջասենյակի դռանը, հենվելով պատերին։ Հյուրասենյակում Արմանն ու Լիլիթը բարձր ծիծաղում էին, անտարբեր նրա տառապանքի նկատմամբ։ Մարինան բերանը բացեց խոսելու, բայց միայն մի տնքոց դուրս եկավ։ Նա ծնկի իջավ, զգալով, որ մարմինն այլս իրեն չի ենթարկվում։ Արմանը վերջապես նայեց նրան, բայց նրա աչքերում կարեկցանք չկար։ Կար զայրույթ, գրեթե ատելություն։ Դու նորից դրամատիզացնում ես, Մարինա, ասաց նա սառը ձայնով։ Լիլիթը նրան նայեց մի արտահայտությամբ, որը Մարինան չկարողացավ վերծանել։ Այդ հայացքում ինչ-որ հաշվարկ կար, ինչ-որ բան, որը նրան ավելի վախեցրեց։ Մարինան փորձեց սողալ դեպի հեռախոսը, բայց յուրաքանչյուր շարժում տանջանք էր։ Կծկումներն այնքան մոտ էին, որ նա հազիվ էր կարողանում շնչել դրանց մեջ։ Արցունքները հոսում էին դեմքով, ցավից, վախից, միայնությունից։ Նա ծննդաբերելու շեմին էր, իր երեխայի հայրը նրան արամարանքով էր նայում, մինչ մի անծանոթ կին ամեն ինչ նկարում էր հեռախոսով։ Հենց այդ պահին ինչ-որ բան կոտրվեց Մարինայի ներսում։ Դա այլս միայն ֆիզիկական ցավը չէր։ Դա գիտակցման ցավն էր, որ ինքը լիովին մենակ է, հասկանալու ցավը, որ այն տղամարդը, ում սիրում էր կամ կարծում էր, թե սիրում է, չի մտահոգվում իր մասին։ Դա գիտակցելու ցավն էր, որ ինքը գերի է դարձել սեփական կյանքում, որ ծնվելիք երեխան կլինի միակ պատճառը, որի համար նա պետք է ուժ գտնի շարունակելու համար։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Մարինան հյուրասենյակի հատակին էր, գծկումները գալիս էին գնալով ավելի ուժեղ ալիքներով։ Նա փորձում էր կենտրոնանալ շնչառության վրա, բայց ցավը սարսափելի էր։ Արմանը նստած էր բազմոցին Լիլիթի կողքին, երկուսն էլ ձեռքներին գինու բաժակներ, կարծես դա պարզապես հերթական երեկույթ լիներ։ Մարինան ձեռքը մեկնեց նրանց, փորձելով օգնություն խնդրել, բայց ձայնը թույլ, գրեթե անլսելի դուրս եկավ։ Դու նորից չափազանցնում ես, Մարինա, ասաց Արմանը, տոնը լի զայրույթով։ Դեռ 2 շաբաթ կա նախատեսված ժամկետին։
Սրանք պարզապես այն կեղծ կծկումներն են, որոնց մասին բժիշկն ասել էր։ Դու միշտ դրամատիկ ես եղել։ Լիլիթը տեսարանին հետում էր շուրթերին թեթ ժպիտով, կարծես հետաքրքիր ներկայացում դիտեր։ Նա վերցրեց հեռախոսը, սկսեց նկարահանել, մոտեցնելով սարքը Մարինայի դեմքին։ Սա հետո կարող է պետք գալ, ասաց նա Արմանին դավադրական տոնով, որից Մարինայի արյունը սառեց։ Եթե նա շարունակի այս տեսարանները, մեզ ապացույցներ պետք կգան, որ նա էմոցիոնալապես անկայուն է։ Մարինան սարսափի շփոթության խառնուրդ զգաց։ Ապացույցներ։ Ինչի՞ համար։ Ինչ էին նրանք ծրագրում։ Բայց ժամանակ չունեցավ այդ մտքերը մշակելու։ Եկավ մեկ այլ կծկում, նախորդներից ավելի ուժեղ, նա բարձր տնքաց, կծկվելով։ Զգաց, որ ինչ-որ խոնավ բան է հոսում ոտքերով ներք նայեց։ Պտղաջրերն էին։ Արման, խնդրում եմ, կարողացավ ասել նա, ձայնը դողալով։ Երեխան ծնվում է։ Պետք է հիվանդանոց գնամ։ Արմանը հայացքով փոխանակվեց Լիլիթի հետ, որը ուսերը թոթվեց։ Նա դանդաղ բարձրացավ, կարծես մեծ լավություն աներ։ Դու ծիծաղելի ես, ասաց նա։ Բայց կզանգեմ բժշկին, միայն թե ապացուցեմ, որ ես ճիշտ եմ, իսկ դու դրամա ես սարքում։ Նա վերցրեց հեռախոսը, համարը հավաքեց։ Մարինան կարող էր լսել բժշկի ձայնը գծի մյուս ծայրում։ Արմանը իրավիճակը բացատրեց անփույթ կերպով, նվազեցնելով Մարինայի ախտանիշները։ Բայց երբ բժիշկն ավելի կոնկրետ հարցեր տվեց, Արմանը ստիպված եղավ խոստովանել, որ պտղաջրերը եկել են։ Բժշկի ձայնը բարձրացավ, դարձավ ավելի հրատապ։ Մարինան չէր կարողանում հստակ լսել, թե ինչ էր նա ասում, բայց տեսնում էր, թե ինչպես է փոխվում Արմանի արտահայտությունը։ Լավ, լավ, ասաց Արմանը, անջատելով հեռախոսը։ Բժիշկը կարծում է, որ ավելի լավ է քեզ հիվանդանոց տանել։ Բայց նա ասաց, որ դու հավանաբար պարզապես նյարդայնացած ես, որ դա կարող է ցանկացած պահի դադարել։ Մարինան գիտեր, որ դա սուտ է։ Նա գիտեր, թե ինչ է կատարվում իր մարմնի հետ։ Երեխան ծնվում էր, նրան շտապ օգնություն էր պետք։ Բայց վիճելու ուժ չուներ։ Փորձեց բարձրանալ, հենվելով սուրճի սեղանին, բայց ոտքերն այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում կանգնել։ Հենց այդ պահին բնակարանի դուռը ուժգին բացվեց։ Աղմուկն այնքան հանկարծակի էր, որ բոլորը շրջվեցին։ Ներս մտավ մի տղամարդ, բարձրահասակ, ալեհեր մազերով աչքերով, որոնք Մարինան անմիջապես ճանաչեց, նույնիսկ այսքան տարի անց։ Դա անհնար էր, բայց ահա նա այնտեղ էր։ Նրա հայրը։ Հենրիկ, մրմնջաց Մարինան, չկարողանալով հավատալ իր տեսածին։ Արցունքները սկսեցին հոսել դեմքով, խառնելով ֆիզիկական ցավը էմոցիոնալ ցնցման հետ։ Դու ողջ ես։ Հենրիկը վազեց դեպի նա, ծնկի իջնելով նրա կողքին։ Նրա աչքերը նույնպես լի էին արցունքներով, մեղքի, սիրո 25 տարվա ընթացքում չասված բոլոր խոսքերի։ Մարինա, աղջիկս, ասաց նա խեղդված ձայնով։ Այնքան եմ ցավում։ Այնքան եմ ցավում ամեն ինչի համար։ Դուք ո՞վ եք, գրողը տանի, բղավեց Արմանը, բարձրանալով բազմոցից։ Ինչպես եք ներս մտել։ Հենրիկը նույնիսկ չնայեց նրան։ Նրա աչքերը սերված էին Մարինայի վրա, գնահատելով նրա վիճակը։ Նա տարիներ շարունակ դատավոր էր եղել, գիտեր ճանաչել հրատապությունը, երբ տեսնում էր այն։ Եվ ահա իր դուստրը, ծննդաբերության մեջ, ընկած հատակին, առանց օգնողի։ Նա հանեց իր հեռախոսը, զանգեց շտապօգնություն, ձայնը հաստատուն հեղինակավոր։ Ինձ շտապ օգնություն է պետք։ Կինը ծանր ծննդաբերության մեջ է, պտղաջրերը եկել են, ուժեղ կծկումներ։ Բնակարան 2300, Մոնեշենք, Աբովյան փողոց։ Սա արտակարգ իրավիճակ է։ Դուք չեք կարող պարզապես ներխուժել իմ տուն հրամաններ տալ, ասաց Արմանը, շարժվելով դեպի Հենրիկը։ Լիլիթը նույնպես բարձրացավ, ամեն ինչ նկարահանելով հեռախոսով։ Արմանը նայեց նրան գլխով արեց։ Շարունակիր նկարել։ Այս մարդը ներխուժել է մեր սեփականություն։ Սա ապացույց է։ Հենրիկը վերջապես շրջվեց դեպի Արմանը, նրա աչքերում ինչ-որ բան կար, որը ստիպեց երիտասարդ տղամարդուն կանգ առնել։ Ես ոչ մի տեղ չեմ ներխուժել, ասաց Հենրիկը, ձայնը ցածր, բայց հեղինակությամբ լի։ Դուռը բաց էր։ Իսկ դու խոչընդոտում ես, որ կինդ պատշաճ բժշկական օգնություն ստանա։ Ահա թե ինչը կարող է օգտագործվել որպես ապացույց, կօգտագործվի։ Մարինան տեսարանին հետում էր, կարծես երազում լիներ։
Նրա հայրը, այն մարդը, ում նա հավատում էր, որ ընդմիշտ անհետացել է, այստեղ էր, պաշտպանում էր իրեն։ Նա ուզում էր 1000 հարց տալ, ուզում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց մեկ այլ գծկում հարվածեց նրան, նա ճչաց ցավից։ Հենրիկն անմիջապես իր ուշադրությունը դարձրեց նրան։ Ամեն ինչ լավ է, Մարինա։ Շտապօգնությունը գալիս է։ Դիմացիր, աղջիկս։ Ես հիմա քո մասին հոգ կտանեմ։ Խոստանում եմ, որ հոգ կտանեմ։ Նա բռնեց նրա ձեռքը, Մարինան ամուր սեղմեց։ 25 տարվա մեջ առաջին անգամ էր, որ նա զգում էր հոր ձեռքը, նույնիսկ ցավի, այդ քաոսի մեջ, այդ հպման մեջ ինչ-որ հանգստացնող բան կար։ Նա այլս մենակ չէր։ Շտապօգնությունը արագ հասավ։ Բուժակները մտան բնակարան, իրավիճակը վերցրին իրենց ձեռքը։ Գնահատեցին Մարինայի վիճակը, հաստատեցին, որ ծննդաբերությունը ծանր է ընթանում, որ պետք է անմիջապես նրան հիվանդանոց տանեն։ Հենրիկը գնում էր պատգարակի կողքով, բռնած դստեր ձեռքը։ Արմանը փորձեց նույնպես մտնել շտապօգնության մեքենան, բայց Հենրիկը փակեց նրա ճանապարհը։ Դու արդեն բավական արեցիր, ասաց Հենրիկը։ Կամ ավելի ճիշտ, ոչինչ չարեցիր, երբ պետք էր։ Մնա այստեղ։ Արմանը բերանը բացեց բողոքելու, բայց բուժակներից մեկը միջամտեց։ Պարոն, մենք կարող ենք միայն մեկ ուղեկցող վերցնել։ Եթե պարոնը, մատնացույց անելով Հենրիկին, գալիս է, մյուսը պետք է սպասի իր ուժերով գա։ Հենրիկն առանց վարանելու մտավ շտապօգնության մեքենան։ Արմանը կանգնած մնաց բնակարանի դռան մոտ, Լիլիթը նրա կողքին, դեռ հեռախոսը ձեռքին։ Մարինան տեսավ, թե ինչպես ամուսնու դեմքի արտահայտությունը զայրույթից փոխվեց մի բանի, որը նա չկարողացավ բացահայտել։ Այդ աչքերում հաշվարկ կար, պլանավորում։ Եվ դա նրան ամեն ինչից ավելի վախեցրեց։ Հիվանդանոցի ճանապարհին Հենրիկը բռնած էր Մարինայի ձեռքը, քաջալերող խոսքեր շշնջալով։ Նա ուզում էր հարցեր տալ, ուզում էր հասկանալ, բայց ցավը չափազանց ուժեղ էր։ Այն ամենը, ինչ կարող էր անել, հոր ձեռքը սեղմելն էր, փորձել շնչել այնպես, ինչպես բուժակներն էին հրահանգում։ Նրանք Նաիրի բժշկական կենտրոն հասան 15 րոպեից էլ քիչ ժամանակում։ Մարինային ուղիղ ծննդաբերական սենյակ տարան։ Բժիշկը, որը նրան ուղեկցում էր հղիության ընթացքում, բժիշկ Դավիթ Կարենյանը, այդ գիշեր հերթապահ էր։ Նա արագ զննեց Մարինային, նրա արտահայտությունը լրջացավ։ Երեխան տառապում է, ասաց նա թիմին։ Պետք է շտապ կեսարյան հատում անենք։ Հիմա։ Մարինան խուճապ զգաց։ Երեխաս, կարողացավ ասել նա։ Նա լավ կլինի։ Բժիշկ Կարենյանը ամուր բռնեց նրա ձեռքը։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ իմ ուժերի սահմաններում է, Մարինա։ Դու պետք է վստահես ինձ։ Բայց մենք պետք է արագ գործենք։ Հենրիկը մահճակալի կողքին էր, աչքերը սերված դստեր դեմքին։ Նա լավ կլինի, ասաց նա, ավելի շատ իրեն, քան Մարինային։ Դուք երկուսդ էլ լավ կլինեք։ Մարինային արագ պատրաստեցին վիրահատության։ Բուժքույրերն արդյունավետ աշխատում էին, միացնելով մոնիտորներ, պատրաստելով գործիքներ։ Մարինան փորձում էր կենտրոնանալ նրանց հանգիստ ձայների, իրենց տված հրահանգների վրա, բայց վախը գրեթե նույնքան ուժեղ էր, որքան ցավը։ Նա մտածում էր երեխայի մասին, այն փոքրիկ էակի, որն 8 ամիս աճել էր իր ներսում, որն այժմ պայքարում էր գոյատելու համար։ Անզգայացումը սկսեց ազդել, նա զգաց, թե ինչպես է մարմինն ակամա թուլանում։ Դա տարօրինակ զգացողություն էր, կարծես օդում լողար, կարծես ցավը հեռանում էր։ Նրա տեսողությունը սկսեց մշուշվել, բայց նա կարողացավ տեսնել հոր դեմքը, նախքան գիտակցությունը կորցնելը։ Այդ աչքերում այնքան սեր կար, այնքան զղջում, այնքան վճռականություն։ Դա նույն հայացքն էր, որը նա հիշում էր մանկուց, երբ հայրը նրան գրկում էր խոստանում, որ միշտ հոգ կտանի իր մասին։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Մարինան զգաց, որ գուցե ամեն ինչ կարող է լավ լինել։ Վիրահատությունը տեց 40 րոպե։ Բժիշկ Կարենյանն աշխատում էր ճշգրտությամբ, գիտակցելով, որ յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է։ Երեխան տառապում էր, պորտալարը մասամբ սեղմված էր, նշաններ կային, որ ընկերքը շերտազատվում է։ Երբ վերջապես կարողացավ դուրս բերել երեխային, մի փոքրիկ, փխրուն, բայց ողջ տղայի, նա թեթացում զգաց։ Երեխան անմիջապես չլացեց, ներկա նորածնային թիմն արագ գործեց, տանելով նրան վերակենդանացման սեղանին։ Բժիշկ Կարենյանը շարունակեց գործընթացը, համոզվելով, որ Մարինան կայուն է։ Նա մի փոքր ավելի շատ արյուն էր կորցրել, քան իդեալական կլիներ, բայց ոչինչ, որ չէր կարող վերահսկվել։
Նա մանրակրկիտ աշխատեց, շերտ առ շերտ կարելով, համոզվելով, որ ամեն ինչ կատարյալ է։ Մարինան երիտասարդ էր, ուժեղ, լավ կապաքինվեր։ Բայց այն, ինչ նրան անհանգստացնում էր, ոչ միայն նրա ֆիզիկական առողջությունն էր։ Դրանք այն նշաններն էին, որոնք նա նկատել էր, այն նուրբ հետքերը, որոնք փորձառու մարդը ճանաչում է։ Մինչ Մարինային վիրահատում էին, Հենրիկը սպասում էր սպասասրահում։ Նրա ձեռքերը դողում էին, նա փորձում էր վերահսկել զգացմունքների հեղեղը։ 25 տարի։ 25 տարի առանց դստերը տեսնելու, առանց նրան պաշտպանելու, առանց այն հայրը լինելու, որը խոստացել էր լինել։ Եվ հիմա նա այնտեղ էր, պայքարում էր իր թոռանը աշխարհ բերելու համար, նա ոչինչ չէր կարող անել, բացի սպասելուց։ Նա մտածեց Վերայի մասին, այն կնոջ, ում այնքան սիրել էր։ Անհետանալուց հետո Հենրիկը մի քանի անգամ փորձել էր կապ հաստատել, բայց յուրաքանչյուր փորձ Վերային Մարինային վտանգի տակ էր դնում։ Այն մարդիկ, որոնք ուզում էին լռեցնել նրան, չէին վարանի օգտագործել նրանց, իրեն հասնելու համար։ Այսպիսով նա հեռու մնաց, ապրելով բացակայության ցավով, հեռվից հետելով իրազեկիչների միջոցով, իմանալով Մարինայի կյանքի յուրաքանչյուր կարևոր իրադարձության մասին, բայց երբեք չկարողանալով ներկա լինել։ Երբ իմացավ, որ Մարինան ամուսնացել է Արման Ավետիսյանի հետ, Ալբերտ Ավետիսյանի որդու, այն մարդու, որը կենտրոնական դերակատարն էր եղել իր կարիերան կործանած սխեմայում, Հենրիկի արյունը սառեց։ Դա չէր կարող պատահականություն լինել։ Նա սկսեց հետաքննել, ապացույցներ հավաքել, հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ այն, ինչ բացահայտեց, ավելի վատ էր, քան պատկերացնում էր։ Արմանը չէր սիրում Մարինային։ Ամուսնությունը պլանավորված էր, կազմակերպված։ Ալբերտ Ավետիսյանը երբեք չէր մոռացել, որ Հենրիկը գրեթե կործանել էր իր կոռուպցիոն կայսրությունը։ Եվ երբ իմացավ, թե որտեղ է Հենրիկը թաքցրել ապացույցներ, որոնք դեռ կարող էին մեղադրել իրեն, նա չարամիտ պլան մշակեց։ Արմանը կմոտենար Հենրիկի դստերը, կշահեր նրա վստահությունը, ի վերջո կօգտագործեր նրան որպես խայծ, Հենրիկին թաքստոցից դուրս բերելու համար։ Բայց ավելին կար։ Արմանը ծրագրում էր վերցնել երեխայի խնամակալությունը ծնվելուց անմիջապես հետո, պնդելով, որ Մարինան էմոցիոնալապես անկայուն է։ Որդուն որպես պատանդ ունենալով, նա գիտեր, որ կարող է ամբողջությամբ վերահսկել Մարինային, նրա միջոցով, ի վերջո հասնել Հենրիկին։ Դա դաժան, հաշվարկված պլան էր, այն կատարելապես աշխատում էր մինչ այդ գիշեր։ Հենրիկը չէր կարող թույլ տալ, որ դա շարունակվի։ Նա բավարար ապացույցներ էր հավաքել Արմանի Ալբերտի դեմ։ Ֆինանսական խարդախություններ, շուկայի մանիպուլյացիա, կաշառակերություն։ Նա ամեն ինչ փաստաթղթավորել էր, պատրաստ հանձնելու իշխանություններին։ Բայց նախ պետք է համոզվեր, որ Մարինան երեխան ապահովեն։ Վիրահատարանի դուռը բացվեց, բժիշկ Կարենյանը դուրս եկավ, դեռ վիրահատական խալաթով։ Հենրիկն անմիջապես բարձրացավ, սիրտը ուժգին բաբախում էր։ Բժիշկը հոգնած, բայց թեթացած արտահայտություն ուներ։ Երեխան ծնվեց, ասաց բժիշկ Կարենյանը։ Տղա է։ Նա վաղաժամ է փոքր, որոշ ժամանակ պետք է մնա նորածնային վերակենդանացման բաժանմունքում, բայց կայուն է։ Իսկ Մարինան լավ է դիմացել վիրահատությանը։ Նա հիմա վերականգնողական բաժանմունքում է։ Հենրիկը զգաց, թե ինչպես են արցունքներն ազատ հոսում դեմքով։ Թոռ։ Նա թոռ ուներ։ Եվ Մարինան լավ էր։ Շնորհակալ եմ, բժիշկ։ Շատ շնորհակալ եմ։ Դուք կարող եք նրան տեսնել մի քանի րոպեից, ասաց բժիշկ Կարենյանը։ Բայց ես ուզում եմ ձեզ հետ խոսել մի բանի մասին, որը նկատել եմ։ Այն պայմանները, որոնցում նա այստեղ հասավ, էմոցիոնալ վիճակը, ֆիզիկական նշանները։ Ես անհանգստացած եմ։ Մարինայի հետ ինչ-որ բան է կատարվում, որը վաղաժամ ծննդաբերությունից անդին է։ Հենրիկը նայեց բժշկին, նրա մեջ պոտենցիալ դաշնակից տեսավ։ Ես գիտեմ, որ կա, ասաց նա։ Եվ ինձ ձեր օգնությունը պետք կգա նրան պաշտպանելու համար։ Բժիշկ Կարենյանը գլխով արեց։ Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է։ Մարինան իմ հիվանդն է, ես կապահովեմ, որ նա երեխան ապահով լինեն։ Հենց այդ պահին հիվանդանոց հասավ Արմանը։ Նա մտավ սպասասրահ Լիլիթի հետ, երկուսն էլ կատարյալ հանգիստ, կարծես ծննդաբերող կնոջը մենակ չէին թողել հատակին։ Արմանը տեսավ Հենրիկին, նրա դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Ո՞ր է կինս, պահանջեց նա։ Ո՞ր է որդիս։ Բժիշկ Կարենյանը կանգնեց նրանց միջ։
Մարինան վերականգնողական բաժանմունքում է, իսկ երեխան նորածնային վերակենդանացման։ Միանգամից միայն մեկ այցելու, այս պահին այդ այցելուն պարոնն է, նա մատնացույց արեց Հենրիկին։ Ես նրա ամուսինն եմ, բղավեց Արմանը։ Ես իրավունք ունեմ նրան տեսնելու։ Եվ դուք կտեղեկացվեք նրա վիճակի մասին համապատասխան պահին, ասաց բժիշկ Կարենյանը, ձայնը հաստատուն։ Հիմա, խնդրում եմ, սպասեք այստեղ։ Արմանը կարմրել էր զայրույթից, բայց ոչինչ չէր կարող անել այնտեղ, հիվանդանոցում վկաներով շրջապատված։ Նա նայեց Հենրիկին մաքուր ատելությամբ։ Սա այսպես չի մնա, ասաց նա։ Դու չգիտես, թե ում հետ ես գործ բռնել։ Հենրիկը մի քայլ արեց դեպի նա, նրա հայացքում այնքան սպառնալից բան կար, որ Արմանն ակամա հետ քաշվեց։ Իրականում, ասաց Հենրիկը, ձայնը ցածր վտանգավոր, կարծում եմ ես եմ, որ հստակ գիտեմ, թե ում հետ եմ գործ բռնել։ Եվ դու պետք է շատ զգույշ լինես քո հաջորդ քայլերի հարցում։ Լիլիթը քաշեց Արմանին թից, ինչ-որ բան շշնջալով նրա ականջին։ Նա գլխով արեց հետ քաշվեց, բայց նրա աչքերը վրեժ էին խոստանում։ Հենրիկը դիտեց նրանց հեռանալը, իր ուշադրությունը դարձրեց բժիշկ Կարենյանին։ Շնորհակալ եմ, ասաց նա։ Բժիշկը գլխով արեց, հասկանալով, որ շատ ավելին է կատարվում, քան թվում է։ Երբ Հենրիկը վերջապես կարողացավ տեսնել Մարինային, նա արթուն էր, բայց քնկոտ դեղերից։ Նրա աչքերը լուսավորվեցին, երբ տեսավ նրան սենյակ մտնելիս։ Հայր, մրմնջաց նա։ Դու իսկապես այստեղ ես։ Երազ չէր։ Հենրիկը նստեց մահճակալի կողքին, բռնեց նրա ձեռքը։ Ես այստեղ եմ, Մարինա։ Եվ այլս երբեք չեմ գնա։ Խոստանում եմ։ Երեխան, ասաց նա, փորձելով նստել։ Նա լավ է։ Կարող եմ տեսնել նրան։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, բայց կայուն է, ասաց Հենրիկը։ Շուտով կկարողանաս տեսնել նրան։ Նա ուժեղ է, Մարինա։ Ճիշտ քեզ պես։ Մարինան սկսեց լաց լինել թեթացման, հուզմունքի, այն ամենի արդյունքներով, ինչն այդքան երկար զսպել էր։ Ինչու գնացիր, հարցրեց նա կոտրված ձայնով։ Ինչու ինձ լքեցիր։ Հենրիկը խորը շունչ քաշեց։ Այնքան բան կար բացատրելու, այնքան տարիների գաղտնիքներ։ Ես ստիպված էի գնալ, քեզ մորթ պաշտպանելու համար։ Բայց երբեք չեմ դադարել սիրել ձեզ։ Եվ հիմա ես այստեղ եմ, ամեն ինչ կպատմեմ։ Բայց նախ, դու պետք է հանգստանաս, ապաքինվես։ Մարինան սեղմեց նրա ձեռքը։ Նորից մի գնա։ Խնդրում եմ։ Չեմ գնա, խոստացավ Հենրիկը։ Երբեք։ Եվ մինչ Մարինան փակում էր աչքերը ուժասպառ, բայց վերջապես հանգիստ, Հենրիկը գիտեր, որ պայքարը նոր է սկսվում։ Արմանը հեշտությամբ չէր հանձնվի, նրա հետում կանգնած ուժերը հզոր էին։ Բայց Հենրիկն ուներ մի բան, որը նրանք չունեին։ Նա ուներ ճշմարտությունը, ուներ ապացույցներ, ուներ մի հոր վճռականությունը, որը 25 տարի կորցրել էր դստեր հետ, մտադիր չէր կորցնել մեկ օր։ Արի առաջին ճառագայթները ներս էին թափանցում հիվանդասենյակի պատուհանից, երբ Մարինան վերջապես լիովին արթնացավ։ Մարմինը ցավում էր, հատկապես վիրահատության հատվածը, բայց դա այլ ցավ էր, քան այն, ինչ զգացել էր նախորդ գիշեր։ Դա մի ցավ էր, որը բուժման, վերափոխման նշան էր։ Նա շուրջը նայեց, տեսավ Հենրիկին, նստած մահճակալի կողքի աթոռին, աչքերը փակ, գլուխը հենած ձեռքին։ Նա չէր քնել, պարզապես այստեղ-այնտեղ նիրհել էր, միշտ զգոն, միշտ հսկող։ Հայր, կանչեց նա կամաց։ Հենրիկն անմիջապես բացեց աչքերը, հոգնած, բայց անկեղծ ժպիտը լուսավորեց նրա դեմքը։ Մարինա, ինչպես ես քեզ զգում։ Նա մոտեցավ, բռնելով նրա ձեռքը։ Հոգնած։ Ցավում է։ Բայց ողջ, պատասխանեց նա։ Իսկ երեխան։ Նորություն ունես։ Հենրիկը գլխով արեց։ Գիշերը մի քանի անգամ գնացի նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Նա կայուն է։ Փոքր է, շնչելու համար օգնության կարիք ունի, բայց բժիշկներն ասում են, որ լավ է արձագանքում։ Դու կկարողանաս տեսնել նրան, հենց որ պատրաստ զգաս շարժվելու։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Նա մայր էր դարձել, բայց դեռ չէր գրկել իր որդուն։ Հիմա եմ ուզում տեսնել նրան, ասաց նա, փորձելով նստել։ Հանգիստ, ասաց Հենրիկը, նրբորեն օգնելով նրան։ Կկանչեմ բուժքրոջը։ Նրանք քեզ համար սայլակ կպատրաստեն։ Մինչ սպասում էին, Մարինան նայեց հորը։
Այնքան հարցեր կային, այնքան բաներ, որ պետք է ասվեին։ Ինչու վերադարձար հենց հիմա, հարցրեց նա։ Ինչպես իմացար, որ քո կարիքն ունեմ։ Հենրիկը խորը շունչ քաշեց։ Մարինա, ես երբեք չեմ դադարել հետել քեզ, նույնիսկ հեռվից։ Ես գիտեի ամուսնության, հղիության մասին։ Եվ երբ սկսեցի հետաքննել Արմանին, բաներ բացահայտեցի, որոնք ինձ սարսափեցրին։ Նա այն չէ, ով դու կարծում ես։ Մարինան փակեց աչքերը։ Նրա մի մասն արդեն գիտեր դա, արդեն զգում էր, որ ինչ-որ բան խորապես սխալ է։ Բայց դա հաստատված լսելն այլ բան էր։ Ապա, ո՞վ է նա։ Հենրիկը վարանեց, զգուշությամբ ընտրելով բառերը։ Նա Ալբերտ Ավետիսյանի որդին է։ Այդ անունը քեզ ինչ-որ բան ասում է։ Մարինան բացասական գլխով արեց։ Հենրիկը շարունակեց. Ալբերտ Ավետիսյանն այն մարդն էր, որը կործանեց իմ կարիերան։ 25 տարի առաջ, երբ ես դատավոր էի, հետաքննում էի մի հսկայական կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված էին բազմաթիվ ընկերություններ, ազդեցիկ քաղաքական գործիչներ։ Ալբերտն այդ սխեմայի ղեկավարն էր։ Ես բավարար ապացույցներ ունեի նրան տասնամյակներով բանտ նստեցնելու համար։ Բայց նա իմացավ սպառնաց ինձ։ Ասաց, որ եթե չդադարեմ, դու մայրդ առաջինը կվճարեք։ Մարինան զգաց, թե ինչպես սարսուռն անցավ մարմնով։ Եվ դու ընտրեցիր պաշտպանել մեզ։ Ես ստիպված էի ընտրել, ասաց Հենրիկը, ձայնը կոտրվելով։ Նրանք իմ դեմ ապացույցներ կեղծեցին, ասացին, որ ես կոռումպացված եմ, որ կաշառք եմ վերցրել։ Իմ հեղինակությունը մեկ գիշերվա մեջ ոչնչացվեց։ Ես կարող էի պայքարել, կարող էի ամեն ինչ բացահայտել, բայց ձեր դեմ սպառնալիքներն իրական էին։ Այսպիսով, ես անհետացա։ Փոխեցի ինքնությունս, ապրեցի ստվերում, բայց երբեք չդադարեցի հետել քո կյանքին։ Իսկ Արմանը, հարցրեց Մարինան, թե արդեն սկսում էր հասկանալ պատասխանը։ Արմանը քեզ մոտեցել է դիտավորյալ։ Դա պատահականություն չէր, սեր չէր։ Դա պլանավորված էր։ Ալբերտը երբեք չմոռացավ, որ ես գրեթե կործանեցի իր կայսրությունը։ Եվ երբ իմացավ, որ ես ապացույցների պատճենները թաքցրել եմ ինչ-որ տեղ, պլան մշակեց։ Արմանը կամուսնանար քեզ հետ, երեխա կունենար, կօգտագործեր ձեզ երկուսիդ, ինձ թաքստոցից դուրս բերելու համար։ Մարինան սրտխառնոց զգաց։ Այսինքն, ոչինչ իրական չի եղել։ Մեր ապրածից ոչինչ ճշմարիտ չի եղել։ Հենրիկը սեղմեց նրա ձեռքը։ Քո ցավն իրական է, Մարինա։ Քո սերը երեխայի հանդեպ իրական է։ Այն, ինչ Արմանն արել է քեզ հետ, այն, թե ինչպես է քեզ մանիպուլյացիայի ենթարկել, դա իրական է։ Եվ մենք նրան ստիպելու ենք վճարել դրա համար։ Ինչպես, հարցրեց նա, իրեն փոքր կորած զգալով։ Ես ապացույցներ ունեմ նրա Ալբերտի դեմ։ Ֆինանսական խարդախություններ, փողերի լվացում, շուկայի մանիպուլյացիա։ Ամեն ինչ փաստաթղթավորված է։ Եվ հիմա, այն բանից հետո, ինչ նա արեց քեզ հետ երեկ, մենք էլ ավելին ունենք։ Բժիշկ Կարենյանը կարոր վկա է։ Նա տեսել է, թե ինչ վիճակում ես հասել, հանգամանքները։ Եվ ես նկարահանել եմ բնակարանի տեսարանի մի մասը, նախքան ներս մտնելը։ Մարինան լայն բացեց աչքերը։ Դու նկարահանել ես։ Ես շաբաթներ շարունակ դրսից հետում էի, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Երեք գիշեր, երբ տեսա Արմանին այդ կնոջ հետ գալիս, երբ տեսա, թե ինչպես վարվեցին քեզ հետ, իմացա, որ պետք է գործեմ։ Եվ այո, ես գրանցեցի այն ամենը, ինչ կարողացա, նախքան ներս մտնելը։ Այդ պահին բուժքույրը մտավ սայլակով։ Պատրաստ ես ծանոթանալու որդուդ հետ, հարցրեց նա բարի ժպիտով։ Մարինան գլխով արեց, բուժքրոջ ու Հենրիկի օգնությամբ կարողացավ մահճակալից տեղափոխվել սայլակ։ Յուրաքանչյուր շարժում ցավոտ էր, բայց նա չէր մտահոգվում։ Նա պետք է տեսներ իր երեխային, գրկեր այն փոքրիկ կյանքը, որն աճել էր իր ներսում։ Նորածնային վերակենդանացման բաժանմունքը մեղմ լույսերի մոնիտորների մշտական ձայների վայր էր։ Կային մի քանի ինկուբատորներ, յուրաքանչյուրում մի փոքրիկ փխրուն երեխա։ Բուժքույրը Մարինային տարավ անկյունի ինկուբատորի մոտ, որտեղ մի մանրիկ երեխա էր պառկած, միացված բազմաթիվ լարերի խողովակների։ Սա քո որդին է, ասաց բուժքույրը նրբորեն։ Նա կշռում է 1 կիլոգրամ 800 գրամ, շնչում է օգնությամբ, բայց ինչպես ասացի, լավ է արձագանքում։ Մարինան նայեց երեխային, զգաց, թե ինչպես է սիրտը միաժամանակ կոտրվում վերականգնվում։
Նա այնքան փոքր էր, այնքան փխրուն, բայց այնքան կատարյալ։ Աչքերը փակ էին, մանրիկ մատները բռունցք արած։ Նա ձեռքը մեկնեց ինկուբատորի բացվածքով նրբորեն դիպավ նրա փոքրիկ ձեռքին։ Երեխան թեթակի շարժվեց, զգալով հպումը։ Բար, սեր իմ, շշնջաց նա։ Ես եմ, մայրիկդ։ Դու այնքան ուժեղ ես։ Այնքան խիզախ։ Հենրիկը նրա կողքին էր, արցունքոտ աչքերով նայում էր թոռանը։ Նա գեղեցիկ է, Մարինա։ Կատարյալ։ Նրանք երկար ժամանակ կանգնած մնացին այնտեղ, պարզապես դիտելով, թե ինչպես է երեխան շնչում, նրբորեն շարժվում, պայքարում կյանքի համար։ Մարինան գիտեր, որ առջում երկար ճանապարհ ունի, ֆիզիկական, էմոցիոնալ վերականգնման։ Բայց նայելով այդ երեխային, նա մի ուժ զգաց, որը չգիտեր, թե ունի։ Նա կպայքարեր նրա համար, կպաշտպաներ նրան, կտար նրան այն ընտանիքը, որն ինքը երբեք լիարժեք չի ունեցել։ Երբ վերադարձան սենյակ, գտան բժիշկ Կարենյանին սպասելիս։ Նա լուրջ արտահայտություն ուներ։ Պետք է խոսենք, ասաց նա։ Արմանն այստեղ է եղել, պահանջելով տեսնել քեզ երեխային։ Առայժմ կարողացա զսպել նրան, պատճառաբանելով, որ դու հանգստի կարիք ունես, որ երեխան ինտենսիվ խնամքի տակ է։ Բայց նա սպառնում է դատի տալ հիվանդանոցին։ Թող սպառնա, ասաց Հենրիկը։ Ես մի բան ունեմ, որը կփոխի այս իրավիճակը։ Նա նայեց Մարինային։ Դու վստահում ես ինձ։ Մարինան նայեց հորը, այն մարդուն, որը լքել էր իրեն, բայց վերադարձել էր կյանքի ամենակրիտիկական պահին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ նա զոհաբերել էր, բոլոր այն տարիների, որոնք կորցրել էին։ Վստահում եմ, ասաց նա։ Հենրիկը բաճկոնի ներքին գրպանից մի ծրար հանեց։ Այստեղ ամեն ինչ կա։ Ապացույցներ Ալբերտի Արմանի դեմ, ներառյալ այն ընկերության անօրինական գործարքների գրառումները, որտեղ Արմանն աշխատում է։ Եվ նա վարանեց, ներառյալ ապացույցներ, որ ձեր ամուսնությունը կազմակերպված է եղել։ Ես գտել եմ Արմանի նրա հոր միջ էլեկտրոնային նամակներ, որտեղ քննարկում են, թե ինչպես օգտագործել քեզ, ինձ գայթակղելու համար։ Մարինան զգաց, թե ինչպես ցավը խորը կտրեց։ Բառերով, փաստաթղթերով հաստատված տեսնելը, որ ամեն ինչ սուտ է եղել, կործանարար էր։ Բայց մինույն ժամանակ թեթացման տարօրինակ զգացում կար։ Դա իր մեղքը չէր։ Իր մեջ ոչ մի սխալ բան չկար։ Նա դաժան հաշվարկված պլանի զոհ էր դարձել։ Ինչ ենք անում սրանով, հարցրեց նա։ Բժիշկ Կարենյանը առաջ եկավ։ Ես ընկեր ունեմ, դատախազ, որը մասնագիտացած է ֆինանսական խարդախության նա ընտանեկան բռնության գործերով։ Մենք կարող ենք ամեն ինչ նրան հանձնել։ Բայց, Մարինա, նա լրջորեն նայեց նրան, դու պետք է պատրաստ լինես։ Սա հանրային կդառնա։ Քո պատմությունը, այն, ինչ ապրել ես Արմանի հետ, ամեն ինչ կհայտնվի թերթերում, սոցիալական ցանցերում։ Դժվար կլինի։ Մարինան նայեց պատուհանին, ներքում արթնացող քաղաքին։ Այդքան երկար ժամանակ նա թաքնվում էր, ընդունում էր վերահսկողությունը, լռեցնում իր ձայնը։ Վախենում էր, թե մարդիկ ինչ կմտածեն դատապարտումից, բացահայտումից։ Բայց հիմա, նայելով այնտեղ, որտեղ իր որդին պայքարում էր ապրելու համար, նա հասկացավ, որ այլս չի կարող վախով ապրել։ Ես պատրաստ եմ, ասաց նա հաստատուն ձայնով։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան։ Ես ուզում եմ, որ այլ կանայք տեսնեն, որ մենակ չեն, որ ելք կա։ Եվ ես ուզում եմ, որ Արմանը վճարի ամեն ինչի համար։ Հենրիկը հպարտ ժպտաց։ Սա իմ աղջիկն է։ Բժիշկ Կարենյանը վերցրեց հեռախոսը։ Հիմա կզանգեմ իմ ընկերոջը։ Նա կարող է գալ դեռ այսօր, եթե դու պատրաստ ես նախնական ցուցմունք տալու։ Պատրաստ եմ, ասաց Մարինան առանց վարանելու։ Հաջորդող ժամերին շատ բան արագ տեղի ունեցավ։ Դատախազ Տիգրան Մարկոսյանը հիվանդանոց ժամանեց սոցիալական աշխատողի տրավմաների գծով մասնագիտացած հոգեբանի հետ։ Նա 50-անց տղամարդ էր, բարի, բայց վճռական արտահայտությամբ։ Իր կարիերայի ընթացքում նա զբաղվել էր խարդախության բռնության անթիվ գործերով, բայց յուրաքանչյուր պատմություն դեռ խորապես հուզում էր նրան։ Մարինան պատմեց ամեն ինչ, Արմանի հետ հարաբերությունների սկզբից մինչ նախորդ գիշեր։ Նկարագրեց ծանոթության առաջին ամիսները, երբ նա թվում էր կատարյալ, ուշադիր, պաշտպանող։ Թե ինչպես կամաց-կամաց սկսեց կասկածի տակ դնել իր ընտրությունները, մեկուսացնել իրեն ընկերներից, ընտանիքից։ Թե ինչպես իր յուրաքանչյուր որոշումը վերահսկվում, քննադատվում, կառավարվում էր։
Խոսեց հղիության այն մասին, թե ինչպես նա պնդեց, որ ինքը թողնի աշխատանքը, թե ինչպես գնալով ավելի կախված դարձավ նրանից ֆինանսապես, էմոցիոնալապես։ Յուրաքանչյուր բառ ցավոտ էր, բայց նա ազատագրող։ Մարինան զգում էր, կարծես մի հսկայական բեռ էր թոթափում ուսերից։ Նա այլս մենակ չէր կրում այդ բեռը։ Այնտեղ մարդիկ կային, որոնք հավատում էին իրեն, որոնք վավերացնում էին իր փորձառությունը, որոնք պատրաստ էին օգնել իրեն։ Բժշկուհի Պողոսյանը, հոգեբանը, զգույշ նշումներ էր անում, բայց նրա աչքերը լի էին կարեկցանքով։ Որոշ պահերի նա նուրբ հարցեր էր տալիս, խնդրելով Մարինային մանրամասնել կոնկրետ զգացմունքների, այն պահերի մասին, երբ նա իրեն հատկապես վերահսկված կամ մանիպուլյացված էր զգացել։ Մարինան հասկացավ, որ յուրաքանչյուր մանրուք կարոր է, որ ինքը ամուր գործ է կառուցում։ Իսկ երեկվա գիշերը, հարցրեց դատախազ Մարկոսյանը։ Կարող եք ինձ հստակ պատմել, թե ինչ է տեղի ունեցել այն պահից, երբ Արմանը տուն եկավ։ Մարինան խորը շունչ քաշեց պատմեց Լիլիթի, այն մասին, թե ինչպես Արմանը նրան տուն բերեց Սուրբ Ծննդյան գիշերը, թե ինչպես նրանք ամբողջովին անտեսեցին իրեն, մինչ ինքը ծննդաբերության մեջ էր։ Նկարագրեց, թե ինչպես Արմանն ասաց, որ ինքը դրամատիզացնում է, թե ինչպես Լիլիթը նկարահանեց ամեն ինչ, ասելով, որ դա կօգտագործվի որպես էմոցիոնալ անկայունության ապացույց։ Երբ նա դա նշեց, դատախազ Մարկոսյանը սոցիալական աշխատողը նշանակալից հայացքներով փոխանակվեցին։ Սա կանխամտածվածություն է ցույց տալիս, ասաց դատախազ Մարկոսյանը։ Նրանք ծրագրում էին օգտագործել այս իրավիճակը ձեր դեմ։ Սա շատ է ամրապնդում մեր գործը։ Հենրիկը հանձնեց բոլոր ապացույցները, որոնք հավաքել էր։ Դատախազ Մարկոսյանը մանրակրկիտ ուսումնասիրեց ամեն ինչ, նրա արտահայտությունը գնալով ավելի էր լրջանում։ Սա բավարար է բազմաթիվ մեղադրանքների համար, ասաց նա։ Խարդախություն, շուկայի մանիպուլյացիա, հաշվի առնելով այն, ինչ դուք եք անցել, Մարինա, ամուր հիմք կա հոգեբանական բռնության հարկադիր մեկուսացման հետ կապված մեղադրանքների համար։ Մարինան զարմացավ։ Ես չգիտեի, որ դա դատական հետապնդման ենթակա բան է համարվում։ Հոգեբան բժշկուհի Պողոսյանը նրբորեն բացատրեց։ Այն, ինչ դուք նկարագրեցիք, հարկադիր վերահսկողության դասական օրինակ է։ Ձեզ մեկուսացնել ընկերներից, ընտանիքից, վերահսկել ձեր ֆինանսները, հետել ձեր գործունեությանը, ստիպել ձեզ կասկածել սեփական հդատողությանը։ Սա բռնության է, նույնիսկ եթե ֆիզիկական ագրեսիա չկա։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Այդքան երկար ժամանակ նա կարծում էր, որ չափազանցնում է, որ չափազանց զգայուն է, որ պետք է ավելի շատ փորձի։ Լսելով, թե ինչպես են մասնագետները հաստատում, որ իր ապրածն իրական է, վավերական է, խորապես հաստատող էր։ Մենք պետք է, որ դուք մի քանի պաշտոնական հոգեբանական փորձաքննություն անցնեք, ասաց բժշկուհի Պողոսյանը։ Եվ մենք պետք է ամեն ինչ փաստաթղթավորենք։ Բայց ես ուզում եմ, որ իմանաք, որ դուք աներակայելի խիզախ եք այս մասին խոսելու համար։ Մարինան նայեց հորը, որը ժպտում էր նրան արցունքոտ աչքերով։ Իսկ երեխան, հարցրեց նա։ Արմանը կարող է փորձել նրան ինձնից խլել։ Դատախազ Մարկոսյանը գլխով արեց։ Այս ապացույցներով ձեր ցուցմունքով ես անհապաղ պաշտպանական միջոց կպահանջեմ։ Արմանը չի կարողանա մոտենալ ձեզ կամ երեխային։ Եվ մենք կսկսենք նրա ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց։ Մի մարդ, որը ամուսնությունը պլանավորել է որպես մանիպուլյացիայի գործիք, հարմար չէ երեխայի նկատմամբ պատասխանատվություն կրելու համար։ Իսկ եթե նա պայքարի, դրա դեմ նա կպայքարի, ազնվորեն ասաց դատախազ Մարկոսյանը։ Արմանի Ալբերտի նման մարդիկ ռեսուրսներ, թանկարժեք փաստաբաններ ունեն։ Բայց մենք մի բան ունենք, որը փողով չես գնի։ Մենք ունենք ճշմարտությունը։ Եվ մենք ունենք ամուր ապացույցներ։ Մինչ դա տեղի էր ունենում, քաղաքի մեկ այլ վայրում Արմանը լարված հանդիպման մեջ էր հոր հետ։ Ալբերտ Ավետիսյանը 60-անց տղամարդ էր, կատարյալ սանրված ալեհեր մազերով, անթերի կոստյումով։ Բայց նրա աչքերը սառն էին, հաշվարկող։ Դու անզգույշ ես եղել, ասաց Ալբերտը, մատներով թխկթխկացնելով իր գրասենյակի մահագոնե սեղանին։ Ես զգուշացրել էի ավելի զգույշ լինել, թույլ չտալ, որ զգացմունքները քեզ կուրացնեն։ Ես չէի սպասում, որ այդ ծերուկը կհայտնվի, պաշտպանվեց Արմանը։ Հենրիկը պետք է մեռած լիներ կամ գոնե շատ հեռու։ Ակնհայտորեն չէ, հակադարձեց Ալբերտը։ Եվ հիմա մենք խնդիր ունենք։ Եթե նա ապացույցներ ունի մեր գործողությունների մասին, եթե նա այս բոլոր տարիների ընթացքում ապացույցներ է հավաքել։
Նա շատ բան չի կարող ունենալ, ընդհատեց Արմանը։ 25 տարի է անցել։ Օրենքները փոխվել են, վաղեմության ժամկետները։ Ալբերտը արհամարհանքով նայեց որդուն։ Դու իսկապես կարծում ես, որ մի դատավոր նույնիսկ թոշակի անցած չէր իմանա, թե ինչպես պահպանել ապացույցները վաղեմության ժամկետից այն կողմ։ Հենրիկը միշտ մանրակրկիտ է եղել։ Եթե նա ինչ-որ բան պահել է ճիշտ ձով։ Ապա ինչ ենք անում, հարցրեց Արմանը, վստահությունը սկսում էր տատանվել։ Նախ, դու կստանաս երեխայի մոտ մուտք գործելու հնարավորություն։ Նա օրինականորեն քո որդին է, դու իրավունքներ ունես։ Օգտագործիր դա։ Երկրորդ, մենք կվարկաբեկենք Մարինային։ Էմոցիոնալապես անկայուն կին, դեպրեսիայի պատմություն, հոր կողմից լքված։ Դժվար չի լինի նկարել մի պատկեր, որտեղ նա ունակ չէ երեխա խնամելու։ Իսկ Հենրիկը, ասաց Ալբերտը, բարձրանալով նայելով իր գրասենյակի համայնապատկերային պատուհանից, մի խնդիր է, որը ես անձամբ կլուծեմ։ Ես նրան մեկ անգամ լռեցրել եմ։ Կարող եմ նորից անել։ Արմանը սարսուռ զգաց։ Նա միշտ գիտեր, որ հայրն ունակ է սարսափելի բաների, բայց այդ սառը տոնը լսելը հիշեցրեց նրան, որ գործ ունի անխիղճ մեկի հետ։ Եվ առաջին անգամ, երբ ամեն ինչ սկսվել էր, Արմանը մտածեց, թե արդյոք չափազանց հեռու չի գնացել, թե արդյոք հորը հաճոյանալու գինը չափազանց բարձր չէ։ Վերադառնալով հիվանդանոց, Մարինան կրկին նորածնային վերակենդանացման բաժանմունքում էր, այս անգամ կարողանալով ձեռքը դնել ինկուբատորի մեջ շոյել որդուն։ Դու պետք է նրա համար անուն ընտրես, նրբորեն ասաց բուժքույրը։ Մարինան նայեց Հենրիկին, որը նրա կողքին էր։ Մտածում էի Գաբրիել անվանել, ասաց նա։ Նշանակում է Աստծո սուրհանդակ, բարի լուրեր բերող։ Եվ ես զգում եմ, որ նա ինձ համար հենց դա է։ Նոր սկիզբ, հույս։ Հենրիկը ժպտաց արցունքների միջից։ Գաբրիելը կատարյալ է։ Գաբրիել Հենրիկ, ասաց Մարինան, նայելով երեխային։ Ի պատիվ պապիկի, որը փրկեց նրան։ Եվ այդ պահին բռնած Գաբրիելի փոքրիկ ձեռքը, Մարինան իմացավ, որ անկախ նրանից, թե որքան դժվար կլինի առջում ճանապարհը, նա ուժ ունի այն անցնելու։ Նա ուներ իր որդուն, ուներ իր վերադարձած հորը, ուներ ճշմարտությունն իր կողքին։ Եվ դա ավելին էր, քան բավարար, սկսելու համար։ Հաջորդող շաբաթները իրադարձությունների հորցանուտ էին, որոնք ամբողջովին փոխեցին Մարինայի կյանքը։ Պաշտպանական միջոցն անմիջապես տրամադրվեց, արգելելով Արմանին մոտենալ իրեն կամ Գաբրիելին։ Հենրիկի ներկայացրած ապացույցները Մարինայի մանրամասն ցուցմունքը բավարար էին, որպեսզի դատավորը գործը չափազանց լուրջ համարի։ Գաբրիելը 3 շաբաթ մնաց նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Յուրաքանչյուր օրը Մարինայի համար հույսի վախի խառնուրդ էր։ Նա ժամերով անցկացնում էր ինկուբատորի կողքին, խոսելով որդու հետ, կամաց երգելով, խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի։ Հենրիկը միշտ ներկա էր, աջակցելով դստերը, ճանաչելով թոռանը, վերականգնելով կորցրած ժամանակը։ Բժիշկ Կարենյանը ուշադիր հետում էր բժշկական գործին, բայց նա դարձավ ընկեր վստահելի անձ։ Նա Մարինայի մեջ տեսնում էր մի ուժ, որը նա ինքն էր նոր բացահայտում։ Այցելությունների ընթացքում նրանք խոսում էին ամեն ինչից, Գաբրիելի զարգացումից մինչ Մարինայի ապագա պլանները։ Նրանց միջ իսկական կապ էր աճում, մի բան, որը Մարինան չէր սպասում զգալ այն ամենից հետո, ինչի միջով անցել էր։ Արմանը փորձեց վիճարկել պաշտպանական միջոցը իր թանկարժեք փաստաբանների միջոցով, պնդելով, որ իրավունք ունի ճանաչելու որդուն։ Բայց երբ դատախազ Մարկոսյանը ներկայացրեց ապացույցները, որ ամուսնությունը կազմակերպված է եղել, ներառյալ Արմանի Ալբերտի միջ էլեկտրոնային նամակները, որտեղ քննարկվում էր, թե ինչպես օգտագործել Մարինային Հենրիկին գայթակղելու համար, Արմանի գործը սկսեց փլուզվել։ Լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել պատմությունը։ Սկզբում Մարինան սարսափում էր բացահայտումից։ Իր դեմքը թերթերում տեսնելը, առցանց շահարկումները կարդալը վախեցնող էր։ Բայց հետո սկսեց հաղորդագրություններ ստանալ այլ կանանցից։ Տասնյակ, հետո հարյուրավոր, հետո հազարավոր կանայք կիսվում էին վերահսկող հարաբերությունների, մանիպուլյացիայի, մեկուսացման իրենց սեփական պատմություններով։ Մարինան հասկացավ, որ իր ձայնը կարող է տարբերություն ստեղծել, որ իր պատմությունը կարող է օգնել այլ մարդկանց։ Վերան այցելեց դստերը հիվանդանոց, հենց որ իմացավ, թե ինչ է կատարվում։ Մոր դստեր հանդիպումը լի էր հուզմունքով։ Վերան լաց եղավ, տեսնելով Հենրիկին այսքան տարի անց, նա նույնպես լաց եղավ։ Այնքան բան կար ասվելու, այնքան բան ներվելու, այնքան բան վերականգնվելու։
Բայց նրանք հիմա ժամանակ ունեին։ Նրանք հնարավորություն ունեին նորից ընտանիք լինելու։ Ցավում եմ, Մարինա, ասաց Վերան, բռնելով դստեր ձեռքերը։ Ցավում եմ, որ քեզ ավելի լավ չեմ պաշտպանել, որ չեմ նկատել, թե ինչ էր անում Արմանը։ Մարինան սեղմեց մոր ձեռքերը։ Դու արել ես լավագույնը, ինչ կարող էիր, մամ։ Եվ հիմա մենք միասին ենք։ Սա է կարորը։ Հենրիկը վերային բացատրեց այն ամենը, ինչ բացահայտել էր Ալբերտի Արմանի մասին։ Սկզբում Վերան ցնցվեց, հետո զայրացավ։ Ինչպես նրանք համարձակվեցին իմ դստերն այդպես օգտագործել, ասաց նա, աչքերը փայլելով զայրույթից։ Ինչպես համարձակվեցին նրան դարձնել կեղտոտ խաղի մի մաս։ Բայց մենք նրանց ստիպելու ենք վճարել, ասաց Հենրիկը։ Ամեն ինչի համար։ Եվ դա տեղի էր ունենում։ Արմանի Ալբերտի դեմ հետաքննությունները ընդլայնվեցին։ Դաշնային իշխանությունները ներգրավվեցին, երբ պարզ դարձավ, որ խարդախության սխեման շատ ավելի մեծ է, քան սկզբում պատկերացնում էին։ Ներգրավված էին մի քանի ընկերություններ, քաղաքական գործիչներ կաշառք էին ստացել, ներդրողներ խաբվել էին։ Դա հսկայական սկանդալ էր, Հենրիկը տասնամյակներ առաջ միակն էր եղել, որ բավականաչափ խիզախ էր եղել նրանց դեմ դուրս գալու համար։ Հենրիկի պատմությունը նույնպես բացահայտվեց։ Հետաքննող լրագրողները սկսեցին վերանայել հին գործը, հասկանալով, որ նրա դեմ մեղադրանքները շինծու են եղել։ Վկաները, որոնք այն ժամանակ լուռ էին մնացել վախից, այժմ ներկայանում էին, հաստատելով, որ Հենրիկն անմեղ է, որ դավադրության զոհ է դարձել, նրան լռեցնելու համար։ Գաբրիելի ծնունդից 1 ամիս անց Մարինան հարցազրույց տվեց մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդմանը։ Նա նյարդայնանում էր, բայց վճռական էր։ Հագել էր պարզ կապույտ զգեստ, առանց ավելորդ դիմահարդարման, պարզապես ինքն էր։ Հենրիկը բժիշկ Կարենյանը կուլիսներում էին, աջակցելով նրան։ Հարցազրույցավարը, հարգված լրագրող Անահիտ Սարգսյանը, բարի էր, բայց ուղիղ։ Մարինա, դուք տրավմատիկ փորձառության միջով եք անցել։ Ինչ կցանկանայիք, որ մարդիկ հասկանան ձեր ապրածի մասին։ Մարինան խորը շունչ քաշեց, ուղիղ նայեց տեսախցիկին։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ բռնությունը միայն ֆիզիկական չէ։ Էմոցիոնալ վերահսկողությունը, մեկուսացումը, հոգեբանական մանիպուլյացիան, դա նույնպես բռնություն է։ Եվ դա կարող է պատահել ցանկացածի հետ, անկախ կրթությունից, սոցիալական դասից կամ ինտելեկտից։ Ես ինձ թակարդում էի զգում, բայց վախենում էի օգնություն խնդրել, որովհետև կարծում էի, որ չափազանցնում եմ, որ դա բավականաչափ լուրջ չէ։ Իսկ ինչ կասեիք այն կանանց, որոնք գուցե նմանատիպ իրավիճակում են։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքները գալիս, բայց չզսպեց դրանք։ Կասեի, որ դուք մենակ չեք։ Որ դա ձեր մեղքը չէ։ Որ ելք կա, օգնություն կա, հույս կա։ Եվ որ արժե պայքարել սեփական ազատության մի կյանքի համար, որտեղ դուք կարող եք ձեր սեփական ընտրություններն անել առանց վախի։ Հարցազրույցը դիտեցին միլիոնավոր մարդիկ։ Մարինան ճնշող մեծամասնությամբ աջակցություն ստացավ, բայց նա քննադատության հանդիպեց։ Որոշ մարդիկ ասում էին, որ նա պետք է ավելի շուտ նկատեր, որ դա իր պատասխանատվությունն էր դուրս գալը։ Բայց շատ ավելի շատ մարդիկ աջակցեցին նրան, կիսվեցին իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնեցին նրան խոսելու համարձակություն ունենալու համար։ Ընտանեկան բռնության զոհերին աջակցող կազմակերպությունները կապ հաստատեցին, խնդրելով Մարինային դառնալ խոսնակ։ Նա սկզբում վարանեց, իրեն անհարմար զգալով, բայց Հենրիկը քաջալերեց նրան։ Դու հիմա հարթակ ունես, Մարինա։ Օգտագործիր այն բարի նպատակով։ Եվ նա օգտագործեց։ Սկսեց մասնակցել իրազեկման արշավների, ելույթ ունենալ միջոցառումներին, օգնել այլ կանանց գտնել ռեսուրսներ, աջակցություն։ Դա հեշտ չէր, օրեր կային, երբ նա իրեն ուժասպառ էր զգում, բայց նա նպատակի խորը զգացում կար։ Մինույն ժամանակ Արմանի Ալբերտի դեմ քրեական գործը առաջ էր ընթանում։ Երկուսն էլ պաշտոնապես մեղադրվեցին։ Ալբերտը բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների, այդ թվում խարդախության, փողերի լվացման հանցավոր խմբավորում կազմելու համար։ Արմանը բախվում էր այդ մեղադրանքներին, ինչպես նա Մարինայի նկատմամբ վերաբերմունքի Գաբրիելի խնամակալությունը մանիպուլյացիայի ենթարկելու դավադրության հետ կապված մեղադրանքներին։ Լիլիթը, որը սկզբում փորձում էր հեռու մնալ սկանդալից, ի վերջո նույնպես ձերբակալվեց։ Հետաքննությունները բացահայտեցին, որ նա ոչ միայն Արմանի սիրուհին էր, այլ ակտիվորեն ներգրավված էր ֆինանսական սխեմաներում։
Այն տեսանյութերը, որոնք նա նկարահանել էր Մարինայից ծննդաբերության ժամանակ, օգտագործվեցին հենց իր դեմ, ցուցադրելով դաժանություն կամ խամտածվածություն։ Դատավարությունը նշանակվեց Գաբրիելի ծնունդից 6 ամիս անց։ Այդ ժամանակ Գաբրիելն արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից տանն էր Մարինայի հետ։ Նա առողջ երեխա էր, որը լավ էր աճում, ժպտում էր մորն ու պապիկին, տունը լցնում էր ուրախությամբ։ Մարինան տեղափոխվել էր կենտրոնի բնակարանից։ Այլս չէր կարող մնալ այդ վատ հիշողություններով լի վայրում։ Հենրիկն օգնեց նրան գտնել հարմարավետ տուն Կոմիտասում, փոքրիկ այգիով, որտեղ Գաբրիելը կարող էր խաղալ, երբ մեծանար։ Վերան գրեթե ամեն օր այցելում էր, օգնելով երեխայի հարցում, վերականգնելով հարաբերությունները դստեր հետ։ Բժիշկ Կարենյանը նույնպես մշտական ներկայություն էր։ Այն, ինչ սկսվել էր որպես բժշկական մտահոգություն, վերածվել էր ընկերության, իսկ հետո ավելիին։ Նա բարի էր, համբերատար, հարգում էր Մարինայի ժամանակը։ Չէր փորձում շտապեցնել նրան, ոչինչ չէր պահանջում։ Պարզապես ներկա էր, աջակցում էր, հոգ էր տանում։ Մի գիշեր, երբ Գաբրիելը քնած էր, վերան տուն էր գնացել, Դավիթն ու Մարինան բազմոցին նստած զրուցում էին։ Նա բռնել էր նրա ձեռքը, օդում ինչ-որ տարբեր բան կար, լավ լարվածություն, հնարավորություն։ Մարինա, ասաց նա նրբորեն, գիտեմ, որ դեռ շատ վաղ է, չեմ ուզում քեզ ճնշել։ Բայց պետք է իմանաս, որ ես մտահոգվում եմ քեզ համար։ Շատ։ Եվ Գաբրիելի համար։ Եվ երբ դու պատրաստ լինես, եթե երբե լինես, կցանկանայի լինել քո կողքին։ Ոչ թե որպես բժիշկ, այլ որպես մեկը, ով սիրում է քեզ։ Մարինան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Նրա մի մասը վախեցած էր, Արմանի վերքը դեռ թարմ էր։ Բայց մյուս մասը, այն մասը, որը վերացնվում էր, որը նորից սովորում էր վստահել, զգում էր, որ Դավիթը տարբեր է։ Որ այն, ինչ նա առաջարկում է, իրական է, անկեղծ, առողջ։ Ես վախենում եմ, խոստովանեց նա։ Վախենում եմ նորից վստահել, վախենում եմ վիրավորվել։ Դավիթը գլխով արեց։ Հասկանում եմ։ Եվ ես կհարգեմ քո ժամանակը։ Պետք չէ հիմա ոչինչ որոշել։ Պարզապես ուզում էի, որ իմանայիր, թե ինչ եմ զգում։ Մարինան նայեց նրան, այն մարդուն, որն այդքան նվիրումով հոգ էր տարել իր որդու մասին, որը երբեք ոչինչ չէր խնդրել փոխարենը, որը տեսնում էր իրեն այնպիսին, ինչպիսին իսկապես էր, սիրում էր հենց դրա համար։ Շնորհակալ եմ, ասաց նա։ Ամեն ինչի համար։ Ինձ տեսնելու, ինձ հավատալու համար։ Միշտ, պատասխանեց նա, նրբորեն համբուրելով նրա ճակատը։ Դատավարության օրը եկավ։ Մարինան վաղ արթնացավ, թե նախորդ գիշեր քիչ էր քնել։ Նա նայեց Գաբրիելին, որը քնած էր իր մահճակալի կողքի օրորոցում, վճռականության ալիք զգաց։ Նա դա անում էր նրա համար, որպեսզի ապահովի, որ նա մեծանա անվտանգ միջավայրում, զերծ Արմանի թունավոր ազդեցությունից։ Մարինան դատարան մտավ մի կողմից Հենրիկի, մյուս կողմից Դավիթի հետ։ Դահլիճը լի էր լրագրողներով, հետաքրքրասերներով, ինչպես նա կանանցով, որոնք հետել էին նրա պատմությանը, եկել էին աջակցելու։ Նա նյարդայնանում էր, բայց հաստատակամ էր։ Հագել էր պարզ կոստյում, մազերը հավաքած, առանց զարդերի։ Ուզում էր, որ տեսնեն իրեն, ոչ թե շեղող բաներ։ Արմանը դատարանի մյուս կողմում էր, շրջապատված իր փաստաբաններով։ Թանկարժեք կոստյում, ուղիղ կեցվածք, բայց նրա մեջ ինչ-որ բան այլ էր։ Նախնական կալանքից հետո անցած ամիսները հետքեր էին թողել։ Նա կարծես ինչ-որ կերպ ավելի փոքր էր, պակաս տպավորիչ։ Երբ նա նայեց Մարինային, կար զայրույթի մի բանի խառնուրդ, որը կարող էր զղջում լինել, բայց Մարինան հայացքը չշեղեց։ Նա այլս չէր վախենում նրանից։ Նա այլս իշխանություն չուներ իր վրա։ Ալբերտը նույնպես ներկա էր, նստած Արմանի հետում։ Ավետիսյանների ընտանիքի հայրապետը պահպանում էր գերազանցության արտահայտություն, կարծես այս ամենը պարզապես ժամանակավոր անհարմարություն լիներ։ Բայց Հենրիկը, նայելով նրան, տեսավ դիմակից այն կողմ։ Տեսավ հուսահատությունը, վախը, որ տասնամյակների հանցագործությունները վերջապես կհասնեն իրեն։ Դատավարությունը տեց 3 լարված օր։ Առաջին օրը դատախազ Մարկոսյանը ներկայացրեց փաստաթղթային ապացույցները։ Էլեկտրոնային նամակները հատկապես կործանարար էին։ Արմանի Ալբերտի միջ մի փոխանակման մեջ, որը թվագրված էր ամուսնությունից 3 ամիս առաջ, Արմանը գրում էր. Արդեն շահում եմ նրա վստահությունը։ Ավելի հեշտ է, քան մտածում էինք։ Նա այնքան քնքշության կարիք ունի, որ ամեն ինչին հավատում է։ Եվ Ալբերտը պատասխանում էր.
Հիանալի է։ Այդպես շարունակիր։ Երբ երեխան ծնվի, մենք կատարյալ խայծ կունենանք Հենրիկին գայթակղելու համար։ Լսելով դա բարձրաձայն դատարանում Մարինան սրտխառնոց զգաց։ Բայց նա հաստատուն մնաց։ Նայեց ատենակալներին, տեսավ զզվանքը նրանց դեմքերին, իմացավ, որ նրանք հասկանում են մանիպուլյացիայի չափը։ Երկրորդ օրը Մարինան ցուցմունք տվեց։ Նա մեկ անգամ պատմեց իր պատմությունը, այս անգամ ատենակալներին։ Նկարագրեց հարաբերությունների սկիզբը, թե ինչպես Արմանը գրավեց իրեն ուշադրությամբ խոստումներով, թե ինչպես աստիճանաբար սկսեց մեկուսացնել իրեն, վերահսկել իր ընտրությունները, ստիպել իրեն կասկածել ինքն իրեն։ Խոսեց հղիության, այն մասին, թե ինչպես նա ճնշում գործադրեց, որ ինքը թողնի աշխատանքը, աճող մեկուսացման մասին։ Արմանի պաշտպանը փորձեց վարկաբեկել նրան, ենթադրելով, որ նա չափազանցնում է, որ հոգատարության ժեստերը սխալ է մեկնաբանել որպես վերահսկողություն։ Բայց Մարինան պատրաստ էր։ Դատախազ Մարկոսյանն օգնել էր նրան պատրաստվել դրան։ Պարոն, ասաց նա հանգիստ պաշտպանին, երբ ինչ-որ մեկը վերահսկում է ձեր յուրաքանչյուր զանգը, կասկածի տակ է դնում ձեր ծախսած յուրաքանչյուր դրամը, ընտրում է ձեր հագուստը, մեկուսացնում է ձեզ ընկերներից, ընտանիքից, դա հոգատարություն չէ։ Դա վերահսկողություն է։ Եվ դա բռնություն է։ Փաստաբանը փորձեց մեկ այլ մարտավարություն։ Բայց տիկին, դուք եք ընտրել ամուսնանալ իմ պաշտպանյալի հետ, այնպես չէ։ Դուք եք ընտրել նրա հետ երեխա ունենալ։ Դրանք ձեր ազատ որոշումներն են եղել։ Մարինան խորը շունչ քաշեց։ Դրանք որոշումներ էին, հիմնված կեղծ տեղեկատվության վրա։ Ես հավատում էի, որ ամուսնանում եմ մեկի հետ, ով սիրում է ինձ։ Բացահայտեցի, որ դա իմ հորը մանիպուլյացիայի ենթարկելու պլանի մի մասն էր։ Ինչպես կարող եք դա ազատ ընտրություն անվանել, երբ այն կառուցված է եղել ստի վրա։ Փաստաբանը դրան պատասխան չուներ։ Դահլիճում լռություն տիրեց, Մարինան իմացավ, որ իր ուղերձը հասցրել է։ Դատախազ Մարկոսյանի ներկայացրած ապացույցները ճնշող էին։ Արմանի Ալբերտի միջ էլեկտրոնային նամակները, խարդախ ֆինանսական գրառումները, տեսանյութերը, որոնք Լիլիթը նկարահանել էր, մտածելով, որ կօգնեն իրենց գործին, բայց որոնք իրականում ցույց տվեցին դաժանություն։ Ամեն ինչ միավորվեց մանիպուլյացիայի, խարդախության չարաշահման հստակ պատկերի մեջ։ Ատենակալները խորհրդակցեցին ընդամենը 4 ժամ։ Երբ վերադարձան, վճիռը միաձայն էր։ Մեղավոր բոլոր մեղադրանքներով։ Արմանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Ալբերտը ստացավ էլ ավելի երկար պատիժ՝ 25 տարի։ Լիլիթը դատապարտվեց 8 տարվա։ Արդարությունը, վերջապես, հաղթանակեց։ Երբ Մարինան դուրս եկավ դատարանից, լրագրողների բազմություն էր սպասում։ Բայց կային նա կանայք, տասնյակ, որոնք պահում էին աջակցության պաստառներ, քաջալերող ուղերձներ բղավում։ Մարինան կանգ առավ, նայեց նրանց, զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Շնորհակալ եմ, ասաց նա տեսախցիկներին։ Շնորհակալ եմ ինձ հավատալու, ոչ միայն ինձ, այլ այս ամենի միջով անցնող բոլոր կանանց աջակցելու համար։ Այս հաղթանակը միայն իմը չէ։ Այն բոլորինս է։ 6 ամիս անց, մի առոտ շաբաթ առավոտ, Մարինան տանը պատրաստվում էր Գաբրիելի առաջին տարեդարձին։ Նա արդեն մեծացել էր, ուժեղացել, սկսում էր փորձել առաջին քայլերն անել։ Հենրիկն օգնում էր զարդարանքները կախել, ծիծաղելով, մինչ Գաբրիելը փորձում էր բռնել փուչիկները։ Վերան խոհանոցում քաղցրավենիք էր պատրաստում, կամաց երգելով։ Դավիթը եկավ մեքենայի տեսքով հսկայական տորթով, ստիպելով Գաբրիելին ուրախ ծափ տալ։ Մարինան շուրջը նայեց, այդ պարզ երջանկության տեսարանին, խորը երախտագիտություն զգաց։ Նա անցել էր ամենավատի միջով, բախվել էր խավարին, բայց գոյատել էր։ Ավելին, նա վերացնվել էր։ Դավիթը մոտեցավ, ձեռքը գցեց նրա գոտկատեղին։ Նրանք 3 ամիս առաջ պաշտոնականացրել էին իրենց հարաբերությունները, ամեն ինչ անելով դանդաղ, կառուցելով վստահության հարգանքի ամուր հիմք։ Երջանիկ ես, հարցրեց նա։ Շատ, պատասխանեց նա, նրբորեն համբուրելով նրան։ Ավելի երջանիկ, քան կարծում էի, որ կարող եմ լինել։ Հենրիկը մոտեցավ, Գաբրիելին գրկած։ Այս փոքրիկն այնքան արագ է մեծանում, ասաց նա, աչքերը փայլելով։ Կարծես 3 էր, որ ծնվել էր։ Եվ տեսեք, թե որքան ուժեղ է, ասաց Վերան, միանալով նրանց։ Ճիշտ մոր պես։
Մարինան նայեց իր որդուն, վերագտած հորը, մորը, որն ավելի ներկա էր, քան երբևէ, այն տղամարդուն, ում սիրում էր ազատությամբ ընտրությամբ։ Եվ իմացավ, որ գտել է այն, ինչ միշտ փնտրում էր։ Դա հեքիաթների կատարյալ ընտանիքը չէր։ Ավելի լավն էր։ Իրական էր, նվաճված էր, կառուցված էր ճշմարտության անկեղծ սիրո վրա։ Եվ երբ որոշ ժամանակ անց մի լրագրող ընկերուհի հարցրեց, թե ով է նշված որպես հայր Գաբրիելի ծննդյան վկայականում, Մարինան ժպտաց հաստատակամ ու քնքուշ պատասխանեց. Նա, ով փրկեց ինձ, երբ ոչ ոք այլս համարձակություն չուներ։ Նա, ով ներկա է ամեն օր, ով ընտրում է այստեղ լինել։ Իսկական հայրը որոշվում է ոչ թե կենսաբանությամբ, այլ սիրով, ներկայությամբ, պաշտպանությամբ։ Գաբրիելը մեծացավ սիրով շրջապատված, իմանալով իր պատմությունը, վաղ տարիքից հասկանալով, որ ընտանիքը կառուցվում է ընտրություններով, ոչ միայն արյան կապերով։ Մարինան շարունակեց իր աշխատանքը, օգնելով այլ կանանց, դառնալով հոգեբանական բռնության գործերով ազգային հեղինակություն։ Հենրիկի անունը պաշտոնապես մաքրվեց, տասնամյակներ առաջ ցուցաբերած խիզախության համար պատվոգրեր ստանալով։ Վերան վերջապես խաղաղություն գտավ, իմանալով, որ իր ընտանիքը վերամիավորված է ապահով։ Եվ Մարինան, այն երիտասարդ կինը, որը մի օր իրեն թակարդում կորած անձայն էր զգում, դարձավ այն կինը, որն օգնեց հազարավորներին գտնել իրենց սեփական ձայները, որն ապացուցեց, որ հնարավոր է վերածնվել մոխիրներից, որը ցույց տվեց, որ իսկական սերն ազատագրում է, ոչ թե բանտարկում։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի Գաբրիելի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվել եք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ցույց տալիս, որ միշտ հույս կա, նույնիսկ ամենադժվար պահերին։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։